այ հենց այստեղ երկրորդ հարկում ապրում էր։ Բոլորի հետ մոտ էր էլի արդեն բոլոր հարևանների, բոլորը իրան հարգում էին։ Ասում էր պետք չէ մեծամիտ լինել, պետք է լինել մեծամիտք։ Որտեղ որ ինքը լինում էր, այնտեղ պետքա լիներ ծիծաղ, այնտեղ չէր կարա դու խոսել։ Կիմ Երիցյան, հայ թատրոնի ու կինոյի դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կերտել է 100-ից ավելի դեր։ Ինքը հիմա ֆիզիկապես չկա, բայց այդպիսի օր չկա, որ նրա մտքերը, նրա խոսքերը, նրա հումորները ինձ հետ չլինեն։ Ներկայացնելուց ասում էր իմ 100 տարվա ընկերը։ Եզակի խառնվածքի տեր մարդ, որը որ շաբլոն բան չէր սիրում։ Անդադ լսվում էր իր այդ հավաքույտների ձայնը, իրեն շատ էին այցելում իր ընկերները, նա նույնիսկ դաշնամուր էր նվագում, անդադ լսում էինք իր այդ դաշնամուրի ձայնը։ Ինքս ավարտել եմ դերասանական ֆակուլտետը, բայց իմ մեջ կոմպլեքս առաջացավ, որ ասի պապայիս կեսի չափել չէի կարա լինեի, կոմպլեքս առաջացավ, տենց ոչ մի օր դերասանությամբ չեմ զբաղվել։ Կիմ Երիցյանը ծնվել է Թիֆլիսում։ 1951 թվականին տեղափոխվել է Երևան ու ընդունվել Գեղարվեստաթատերական ինստիտուտ։ Հայ ռեժիսորները միանգամից նկատում են Երիցյանի տաղանդը։ Ուսանող տարիներից անցնում է աշխատանքի Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում։ Նա մի ներկայացումը ամեն օր մի տեսակ չէր խաղում։ Ստեղծագործական միտքը նրա աշխատում էր, միևնույն դերը տարբեր ձևով էր ներկայացնում։ Եվ դա էլ հիացնում էր ժողովրդին։ Միշտ իր հետ գնում էի կուլիսներից նայում էի ներկայացնելը կամ կուլիսներից կամ վերևից։ Ներկայացման ընթացքում ինքը ասում էր 2 կիլո նիհարում էր էլի։ Խոշոր աչքեր, հայկական քիթ ու լայն ժպիտ։ Արտահայտիչ դիմագիծ, որը զարդարեց թատրոնի բեմն ու կինոյի ժապավենները։ Կիրակոսը, Արմենը, Մոսիկոն, Սերոժը, Ալդոմիրեցն ու հարյուրավոր կերպարներ սիրվեցին հենց նրա խաղի միջոցով։ Սուրեն մնաց, տուն գնանք, շուտ։ Դու անարմար ես դեռ մուտք ունեմ։ Ոչ մի մուտք, հերիք եղավ, ես էլ մարդ եմ, չէ։ Էդ ինչ տրյուկներ եմ արել, նույնիսկ ոտքերս ճղվել են, եկել եմ տուն կինս ասելա որտեղից ես եկել, ես ինչի եմ ոտերի տարանքը կապտել, այդ կադրը ասում եմ կտեսնես, այդ կադրը հանվել է։ Դերասանին մեծ ճանաչում բերեց հատկապես նվագախմբի տղաները ֆիլմը։ Եվ մենք էլ նրա առաջից ընկած։ Եվ մենք էլ նրա առաջից ընկած։ Մարշացելով գնանք։ Մարշացելով գնանք։ Որպես արտիստ ժողովուրդը գիտեր, ժողովուրդն էր սիրում նրան, ուր գնում ենք այն փոքր երեխաները հետևից ճվում են տիրացուն։ Մի քիչ արդեն ներվայնանում էր, գիտեք դրանից։ Մի անգամ ուղեկցում է իրենց տուն, Ֆուրմանովի բակում էին ապրում, ուղեկցելու ժամանակ, երբ որ հասանք պատեստի մոտը, ձեռքը ամփուրեցի, ձեռքը քաշեց, ասեց այդտեղ ես դեռ չեմ մահացել, ես ֆիլմում եմ տիրացու, ես տիրացու չեմ, որ դու իմ ձեռքն ես ամփուրում։ Նրան չկարողացան լավ օգտագործեն կինոյում։ Ես այդ ռեժիսորներից նեղացած եմ, որովհետև չնկատեցին են տաղանդ է նրա մեջ, միայն տիրացուն չէր, միայն համարյա էպիզոդիկ դերեր էր խաղում, էլի, նա կարող էր գլխավոր դեր խաղար եւ գերազանց խաղար, գերազանց։ Նա ապացուցեց, որ արտիստը երկրորդական դերերում էլ կարող է փայլել։ Դուք ձեր քեֆին խրմփացնում եք։ Համա ես ամբողջ գիշեր վախ աչք չեմ գցել։ Կյանքի վերջին տարիներին վարպետն ապրում էր այս շենքում։ Հարևանուհին պատմում է, որ թեև վատառողջ, բայց նրան միշտ կենսախինդ է տեսել։ Մեր ծանոթությունը շատ պատահական էր, ես ինչ-որ հարցով ծեծեցի դուռը իրենց և ի զարմանս ինձ դրան հետևում կանգնած էր մեր մեծությունը, Կիմ Երիցյանը։ Ու այդ օրվանից մեր
ընկերություն ասեմ, մտերմություն ասեմ, մենք դարձանք շատ հարազատ մարդիկ։ Բազմաշնորհ մարդ էր։ Նա շատ շնորհալի էր որպես արտիստ, շատ շնորհալի էր որպես երաժիշտ։ Չտեսնված լսողություն ուներ, գրում էր այն գրքերը, որ նա գրեց, Հիմքը իր գրքի դրեց այդ ծխախոտի մեջի թղթերի վրա էր։ Հիկը հավաքում, տենց գրում իր մտքերը, ու հենց այդ թղթերի հիման վրա էլ արդեն խմբագրվեց իր գիրքը։ Գրքում տեղ գտած բոլոր պատմությունները հարևանուհին հեղինակից է լսել։ Սովի տարիներն էին, երբ հացը կտրոնով էր եւ այդ ժամանակ այդ պատիվը այդ օրը իրեն էր տրված տանը, որ ինքը գնի հացը ընտանիքի անդամների համար։ Պատմում է, որ ճանապարհին այնքան անուշ էր բուրում այդ հացի հոտը, որ նա չդիմացավ եւ քիչ-քիչ պոկելով հացը հասնում է տուն, համարյա բան չէր մնացել այդ հացից ու ասում է հենց մայրիկից տեսա սկսեցի բարձր ձայնով լացել։ Մայրը իհարկե հասկացել էր ինչումն է բանը ու ասում է ես ինձ չնախատեցին, բայց ես խնդրեցի, որ ինձ էլ երբեք հացի չուղարկեն։ Հանդիսատեսը վերջին անգամ վարպետին հանդիպեց նրա 80-ամյակին։ 1.5 ժամ ժողովրդի սիրելի դերասանը բեմում էր, ասես ներկայացում մենախոսություն էր։ Այսօր արդեն առանց վարպետի։ Նրա արվեստի սիրահարները շարունակում են ապրել նրա գործերով, գրքեր են տպագրում, հուշեր հրատարակում, ապրեցնում են կինոյի ու թատրոնի վարպետին։